որ ջուսը խամում, ծախում, Երջանիկ ես։ Նախկին ամուսինս խանդավոր կար, լավ տղամարդ է։ Դա մի քանի տղամարդ է։ Ինքը գտածակ պետք է ունենա այդպիսի բաներ անի, որը դու չունես։ Իսկ ունեցել ես նման հարաբերություններ։ Դու չես կարող ուղակի կարևորը հոգին է, այդ դրա վրա չես ձգի ուղակի։ Պլյուս ֆինանսներ, որ դու ամեն ինչ անես այդ աղջկա համար էլի, այսինքն գնաք Մալդիվ, նյութապաշտ ասում են այն տղամարդիկ, ովքեր չեն կարող այդպիսի բան անել, տալ։ Կանայք էլ շատ կան, որոնք շատ հեշտ կարող են գալ եւ նստել տղամարդու գիրկը, օպ, ես քոնն եմ։ Մի պաստիկ սիրարվել, պաստիկ։ Իսկ հիմա սիրահարված ես։ Մամաս ունեցել էր սիրելի տղամարդ իր կողքին, որը իմ հերացուն էր եղել։ Այդ էթերին փախավ։ Մի ճարպիկ էթերի։ Մի ճարպիկ։ Ինձ բռնին։ Գնացի Մոսկվա, հետո 2008 թվականին դե այնտեղ Ալեգրվա հետ երգեցի եւ այլն, եկա պատմություն։ Ինչ տարավ մաման իր հետ։ Կարելի պսակվել։ Ատենց լավն է, էլի։ Եթե դու ունես տղամարդ, ինչ գիշերը երգես, իմաստը։ Մութ կողմը, որը մենք չենք տեսնում, ու մենք չգիտենք դուք ինչերի միջով եք անցնում իրականում։ Հիմա ովքեր են երգում ակումբում, կարա լինի սիրուհի մեկի, արդեն գիտեն ձևերը, ոնց աչքերով ոնց սեսկում ենք ու գնաց, ու արդեն կարողա մեծ կռիվ դառնա։ Ոտնձգությունների դեպքեր։ Դնամ այստեղ ինչ-որ սառը բան անկավ, ուտքեցի իրա վրա։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վալան գրուպ, գործընկերներ Armenia Wine, Mega Food, Կտուր AM։ Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Շատ ուրախ եմ ողջունել ձեզ ամեն 5 շաբթի ժամը 8-ին, գիտեք, որ Հերմինե դիալոգ նախագիծը հայտնվում է Հերմինե Ստեփանյան TV YouTube-ի պաշտոնական ալիքում։ Այնպես որ առաջարկում եմ բաժանորդագրվել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի հաղորդում։ Ավելին ասեմ, գայթակղեք ձեր ընկերներին, ուղարկեք YouTube-ի իմ պաշտոնական ալիքը, թող նրանք էլ միանան, որպեսզի ավելի շատ մարդիկ տեսնեն իմ նախագծերը։ Հատկապես, որ դրանք արվում են սիրով եւ հատկապես ձեզ համար։ Ես ուզում եմ ձեզ մի հանդիպման մասին պատմել, որը կարող եք գտնել կրկին իմ ալիքում, վերջերս բոլորովին պատահական ծանոթանում եմ Սևակ Խաչատրյանի հետ, ով հիմնադրել է Արցախ կարպետը, դեռևս Արցախում եւ մի հրաշալի գործ է անում եւ հիմա էլ Տաշիր առևտրի սրահի 4-րդ հարկում Սևակը Արցախ կարպետի ցուցասրահն է բացել, որտեղ արցախցի կանայք գործում են հայկական եւ արցախյան գորգեր եւ կարպետներ։ Դուք կարող եք տեսնել ինչպես են ստեղծվում իսկական հայկական զարդանախշերով գորգերը, կարպետները, բացի այդ նա ծանոթացել է շատ կանանց հետ, ովքեր տիրապետում են հելի արհեստի ամենատարբեր ճյուղերին, գոբելեն, ասեղնագործություն, վուշագործություն եւ այդ ամենը նա ցուցադրում է այդ սրահում, որտեղ դուք կարող եք եւ տեսնել եւ ծանոթանալ եւ իհարկե կատարել ձեր գնումները եւ նվիրել ձեր մտերիմ մարդկանց կամ պահել ժառանգություն որպես ձեր երեխաներին, թոռնիկներին, ծոռնիկներին։ Ես ուրախ եմ, որ կարողացա կիսվել այս նորությամբ ձեզ հետ։ Ընդհանրապես շատ կարեւոր է, որ մենք պահենք պահպանենք մեր արհեստները եւ չկորցնենք դրանք, որովհետեւ ապագայում հենց դրանք են պատմելու մեր մշակույթի եւ պատմության մասին։ Հիմա արդեն անցնեմ Հերմինե դիալոգի այսօրվա իմ հյուրին։ Այսօր ինձ հյուր է լինելու հայկական շոու բիզնեսի ամենաէպատաժային կերպարը, ժամանակին նրա ցանկացած ելույթ դառնում էր սկանդալ իր արտաքին տեսքի, իր ընտրած հագուստների, բեմական կերպարների համար։ Այսօր իհարկե շոու բիզնեսում ժամանակները փոխվել են, բայց դեպի ուր են փոխվել եւ արդյոք դա լավ է թե վատ է, կքննարկենք հենց իմ հյուրի հետ։ Այսօր իմ հյուրն է ջուսը։ Դե ինչ հիմա ես գնում եմ մի մարդու մոտ, ում շատ վաղուց չեմ տեսել, Հերմինե Ստեփանյանի մոտ, մենք կունենանք հիանալի զրույց համարյա ամեն ինչի մասին, կլինի շատ համով ճաշկերույթ, չնայած, չգիտեմ, ես եմ պատրաստել, չնայած ես մենակ կարող եմ պատրաստել ձվածեղ, երևի կարտոլ,
Եվ գրեչկա այսքանը եւ փաթեթիկով թեյ։ Ինձ թվում է նա կպատրաստի, ես էլ համով կուտեմ, մի խոսքով կլինի շատ հետաքրքիր, հետևեք մեզ։ Ճիշտ էլ եկել է։ Ինչ գեղեցկություն, ինչպես միշտ։ 1000 տարի չենք տեսել իրար։ Դու չես փոխվում։ Գնալով ինչ անում։ Սպորտը եւ քո էներգիան։ Ջանս էսի։ Շատ շնորհակալություն։ Քոնման ոսկի ու քոնման բնականաբար։ Ոնց ես։ Շատ թույն։ Ապրես շատ սիրուն ես։ Հա, դե բա Ինձնից չի, ես միշտ լավ չեմ գտնում։ Դու ամեն ինչ լավ ես գտնում այս կյանքում։ Բացի տղամարդուսը։ Դա մի շատ կարևոր թեմա է, որի մասին մենք անցով կխոսենք։ Ջուս շատ շնորհակալություն։ Քեզ որ հանդիպում եմ, մեջս շատ հաճելի հուշեր են անցյալից արթնանում։ Հիշում ես։ Ամեն ինչ հիշում եմ։ Հրաշալի ժամանակներ, հրաշալի հարաբերություններ, հրաշալի ակտիվություն հայկական շոու բիզնեսում։ Այդ ամեն ինչի մասին կխոսենք, բայց ուզում եմ ասել, որ հիանում եմ քո մշտական արտաքին տեսքով, էներգիայով, կազմվածքով։ Պարապում ենք։ Ես գիտեմ վհուկ ես դարձել, ճիշտ է։ Էդ էլ կա, ինչու ոչ։ Իսկ ո՞նց ես անում, որ ամեն ինչ տեղն է։ Ռեժիմով ամեն ինչ ուտելը, ճիշտ սնվելը, հաբերը ճիշտ, սպորտը։ Խնդրում եմ, նաև փակագծերը բացիր, հասկանանք մի հատ վարպետության դաստուր բոլոր գեղեցկուհիներին քո օրինակով։ Նայ, չծխել, չխմել, պարտադիր, այն որ ասում եմ, հալա, մի քիչ չէ, չեմ սիրում, ես սպիրտից ինչ որ փշակաղում եմ, հետո լավ չեմ։ Այսինքն օրգանիզմը սպիրտ չի տանում, թեկուզ եթե տաներ, ինձ թվում է ես չէի խմի, որտեվ բայց սա գիտեն, չէ, որ ջուսը խմում, ծախում, բայց չէ, ամենառեժիմով մարդն եմ երևի մեր չեղած շոու բիզնեսում ջաններս։ Քնիտ ռեժիմը ոնցն է։ Այ դա լավ չի։ Ինչու՞։ Որովհետև ես աշխատում եմ նայ 11-ից գիշերը մինչև 4-ը։ Առավոտ։ Մինչև գալիս եմ 5:30, 6 նոր քնում եմ, բայց 10:30 զարթնում եմ, գնում եմ սպորտի։ Տարօրինակ։ Չեմ հավատում։ Քիչ եմ քնում, հա։ Լավ, այդ տեխնիկական կողմն է հարցի, բայց ինձ ինչ որ ներքին աշխատանքներ, ինչ որ էներգիա, չգիտեմ ինչ։ Մի հատ խնդրեմ, այդ կողմն էլ բացահայտիր։ Դա վաղուց ես ուսումնասիրում եմ, որ սկզբից ես լրիվ ուրիշ մարդ էի։ Միշտ ասում էի, ինչու չի ստացվում էս կամ այն գործը, ինչու ես երբեք չեմ դառնա, ինչ որ sense, բայց դա սխալ էր։ Ինչքան դու ասում ես երբեք չի լինի, ամեն ինչ վատ է եւ այլն, այդպես էլ գնում է, այսինքն դու ինչ քո մեջ այսինքն մտածում ես ու հավատում ես, որ դա կա հենց հիմա, թեկուզ դու չունես, օրինակ դու չունես, բայց ասում ես ես ունեմ, ռեմոնտի մեջ է ու հավատում ես, դերի մեջ ես մտնում, որ հավատում ես, այն լինում է, ու դա ապացուցված է, ես քանի անգամ դա մտածում էի, այդպիսի բաներ ու լինում էր ու ասեցի, տեսար, եղա, որովհետև պետք է հաստատ վստահ լինես, որ կլինի, ամեն ինչ լավ, որ դու առողջ ես, միշտ պետք է ասես ես, առողջ եմ, թեկուզ եթե ինչ որ բան լինում է, դու քո օրգանիզմը ամեն ինչ բուժում է ինքն իրեն, ու իրոք բուժվում է, իրոք այդպիսի բան կա, ամեն ինչը կախված է, այսինքն ուղեղն է, վստահաբար, ուղեղն է ամեն ինչ քաշում, կառավարում, էներգիաներ եւ այլն, դա շատ ճիշտ բան է։ Ջուս, քանի որ ես գիտեի դու ալկոհոլ շատ չես սիրում, ես որոշեցի մեր ողջույն իրար հետ կանենք հյութով, ջուսով, կարմիր, ուրեմն պտուղների հյութ եմ ընտրել, ամբողջը այստեղ կարմիր պտուղներ են։ Շաքարա, էդ է լավ, չի ասեմ քեզ։ Ես չգիտեմ ինչ եմ պատրաստել եւ արդյոք նա գոհ է մնալու թե գոհ չի մնալու ինձանից։ Շատ թեթև թարմացնող ամառային մի քանի ումպ կանենք հիմա եւ կանցնենք արդեն բարձր սեղանի
Մոտ։ Ես քեզ մի գաղտնիք եմ ուզում ասել։ Դու գիտես, որ ինձ ճիշտ շրթներ քսել դու ես սովորեցրել։ Հա? Չեմ հիշում։ Չես հիշում, չէ։ Ես մի անգամ ասացի, լսի ոնց ես անում, որ շրթներդ այդպես մնում ու մնում է։ Առավոտյան դու քո շրթներքը քսում ես, երեկոյան ես քեզ տեսնում եմ, նույն ձև։ ասեցիր, գիտես, ես մի գաղտնիք ունեմ շրթներ քսելու։ Եվ ինչ ասեցի, էլ հետաքրքիր է։ Դու ասացիր, որ երբ տոնային կրեմդ քսում ես, շրթունքներիդ վրա ես անում, հետո դիմափոշի ես անում, հետո մատի։ հետո նոր մատիտն ես Լրիվ անում, մինչև նոր ներսը։ անում ես քո շրթները։ Ու ինքը մնում է։ Տես ինչ լավ եմ դասը սերտել։ Եվ այս լայֆ հակը ձեզ ենք տալիս նաև գեղեցկուհիներ։ Ես այսպես սովորել եմ ջուսի շրթներ քսել, որը մինչև հիմա կիրառում եմ եւ իսկապես մնում է։ Իհարկե։ Բարի գալուստ իմ տուն ռեստորան, ուրախ եմ քեզ այստեղ ռեստորանը դուրս եկա։ ողջունել։ Մենք հիմա կճաշենք, հուսամ կգոհացնեմ քեզ, չգիտեմ ինչքանով շատ քո ճաշացանկին մոտ կլինի այն ինչ պատրաստել եմ, բայց երբեմն չարաճճիություններ կարելի է։ Հա, մեկ կարելի է թեկուս այսքան պուճուրիկ տորցիկ, որը ես դեմ եմ, բայց ամիսը մեկ կարելի է։ Ինչու՞ ոչ։ Այսօր այդ օրն է ուրեմն։ Օ, տեսած։ Բարի գալուստ։ Ձեր տանիքը վնասվել է կամ էլ արդեն փոխելու ժամանակն է։ Հասկանում եմ, սա լուրջ խնդիր է, որովհետև կարող է վնասել եւ ընտանիքի առողջությունը, եւ հետո արդեն անդրադառնալ տան պատերին, հիմքին եւ մի օր դառնալ անլուծելի խնդիր։ Դրա համար իմ սիրելի գործընկեր Կտուրեեմը առաջարկում է արագ եւ որակով անդրադառնալ այս խնդրին եւ լուծել խնդիրը։ Հետևաբար կամ փոխել տանիքը, կամ վերանորոգել։ Ինչ է պետք դրա համար։ Վերցնում ենք հեռախոսը եւ զանգահարում ենք 8128 կարճ հեռախոսահամարին։ Մեզ պատասխանելու են Կտուրեեմի պրոֆեսիոնալ աշխատակիցները, ովքեր կլսեն խնդիրը, հետո կգա թիմը, կգնահատի Կտուրի հետ կապված խնդիրները, կառաջարկի լուծում եւ շատ արագ մի քանի օրերի ընթացքում դուք կվերանորոգեք ձեր Կտուրը կամ էլ ամբողջովին կփոխեք։ Իդեպ ապառիկ գնման դեպքում փաստաթղթային ամբողջ խնդիրները եւ հարցերը լուծում է հենց Կտուր AM-ը։ Եվ մի կարևոր բան, Կտուր AM-ի հետ աշխատելու դեպքում դուք ունենում եք երաշխիք եւ նյութի համար եւ աշխատանքի համար։ Այնպես որ զանգահարում ենք 8128 կարճ հեռախոսահամարին Կտուր AM։ Հաշվի առնելով, որ իմ հյուրը բավականին գունեղ է եւ իր երգացանկը եւ իր բեմական կերպարները, ես էլ որոշել եմ, որ այսօրվա իմ երգացանկը եւ ես էլ որոշել եմ, որ այսօրվա իմ ճաշացանկը լինելու է շատ հետաքրքիր եւ այսպես բազմերանգ։ Առաջինը մատուցելու եմ սեխով, բաստուրմայով, նախուտեստ։ Չզարմանաք, որ այսպես անտրամաբանական կտրված կարեցի։ Սեխը ահա այսպես շրջանաձև կտրում ենք, հետո դնում ենք վրան ռուկոլա, ոչխարի հորած պանիր, բաստուրմա, մի փոքր այսպես մանրացնում ենք, սև պղպեղ, ես աղ չեմ ավելացնում, որովհետև հորած պանիրը եւ բաստուրման ինքնին աղի են, իհարկե դա արդեն ըստ նախասիրության։ Ձիթայուղ, թեթևություն եւ էլեգանտություն հաղորդելու մասին ուտելի ծաղիկների միջոցով։ Էսի սիրուն բան է սարել, էսի ծաղիկներ։ Այո, Կարելի է ուտել իրան։ այո։ Դզեց։ Ես Գացեք ձեզ ինչպես այծիկներ ջան։ այս դեպքում գառնուկներ, Մել։ որովհետև ոչխարի պանիր կա այդտեղ։ Օ, իմ սիրած։ Ես էլ եմ շատ սիրում սեխ, որովհետև հիմա սեխի ամենալավ սեզոնն է։ Էսի պյուրե է։ Ռուկոլա Օ, եւ հայկական բաստուրմա, Ուй։ մի քիչ ձիթայուղ եւ թեթև համեմունքներ եւ առաջարկում եմ համադրենք, չնայած ես գիտեմ, որ դու ալկոհոլ չես օգտագործում, բայց ես սիրում եմ անպայման ճաշի հետ նաեւ ճիշտ համադրել գինու հետ, եթե կուզես փորձիր, ես սեխի հետ գինին դից հետաքրքիր։ Այո, Յուհու, սենց բան չլինի։ Չէ, շատ ճիշտ յուհու կլինի։ Մենք խմելու ենք սպիտակ անապակ տակառ, օրգանական տակառը, ամբողջ ցիկլը օրգանական ձևով է պատրաստվել։ Եվ այսպես թեթև նախուտեստով սկսենք, որ հետո քիչ-քիչ ծանժացնենք։
էլի պիտի ծանրացնենք։ Մի թեթև, ես այո, գիտեմ կարելի է։ Ոչ։ Լրի էսի Միշլեն, լսի, էս այն որ այսքան ապսեն, իսքան պստիկ բան։ Բայց գիտես, ես սրա հետ կապված, Միշլենի հետ կապված ունեմ շատ հետաքրքիր պատմություն։ Ես սիրում եմ քո պատմությունները, պատմիկ։ Ուրեմն, լսի, անցյալ տարի ինձ հրավիրել են հարսանիքին, որտեղ էր Իտալիայում, բայց ինչ որ թույն թագավորական վիլայում է եղել, այնտեղ ռեստորան կար, որը բացվում էր ժամը 7-ին, թե 6-ին, չեմ հիշում, 7-ին, կարծեմ 7-ին։ Մենք էս սոված եկանք այդ վիլա, բան չենք էլ ասում, այնտեղ մի բան կուտենք։ Այո, ընթրիքի ենք գնում։ Ինչի ոչ։ Ոչինչ, մի խոսքով, սենց սպասում ենք, նախ ասում եմ, չէ, բան չենք պատվիրի, ոչինչ հիմա սենց իրենց ռեստորանը ուրիշ է, էլի պիցցայա որ կբերեն, չգիտեմ, լազանյայա որ հիմա կուտենք, կանելոնիներն ու ֆետուչինիները։ հա, ասում եմ, ոյ երեխեք չեն կուտում, սո, սպասում ենք, բերեցին առաջի բլութ, 4 հատ մակարոն, այսքան, մեջը տրուֆել, Վաու։ Վау, ես ոնց ջղայնացա չգիտեմ, ասում եմ, ես ինչ ա, ես այդ պողոն լեղոսի պլեպեզ ասում եմ, հե, լավ, հլը մի րոպե, սենց շնչեցինք, ես ասի, բան չհասկացա, երևեք, ես ինչ ա, պաստորեն Միշլեն, 5 աստաղ, երկրորդ բլութ, 9 հատ կարտոշկա այսքան պոճուր, բայց 9 հատ ոնց, կիսած 9 հատ։ Ահա, հասկացա։ Պոճուրի 4 հատ բարակ միս, ասի, վայ, սրանք լրիվ ձեր են առնում, ինչի բան է որ այսպիսի բան կա։ Էս էլ շնչեցինք, ասի, բան չհասկացա ես։ Մի բան էլ ինչ, երրորդը։ Եվ այդ ընթացքում գինին անընդհատ փոխում էին։ Գինին կար ու կար, ամեն ինչ սիրուն, երաժշտություն անում, ես այդ երաժշտությունից էլ վատացա, սոված եմ, մենք հայերը սիրում ենք, խորոված, քյաբաբ, լավ, սալատ այսքան, ինչքան, երրորդը ինչ որ ես իմ ինչ մի հատ սպարժա, վրին ես իմ ինչ սոուս, ասի, վայ, ոչ, ես ինչ ասա նկարել եմ։ Ջղայնացա, սոված քնեցի, ու չքնեցի, չկարողացա քնել, որտեղ սոված է, այդ ինչ է։ Բայց ամբողջ սեթը մատուցեցին, էլի չհագեցաք։ Բայց այդ ինչ է 4 հատ։ Ես խոստանում եմ դու հագենալու ես, որովհետև ես ամեն ինչ արել եմ, որ լինի ոչ միայն գեղեցիկ, այլ նաև լինի իսկապես օրվա համար լավ էներգիա։ Ես առաջարկում եմ բարի ախորժակ ասենք միմյանց եւ փորձենք։ Փորձենք։ Գլաս։ Հեսա փոշմանելու ես, որ դու Չէ, չի կարելի է չխացնում է։ Բայց այսօր կարելի է, այսքանից բան չի։ Այո, փորձենք։ Այո, մի հատ տենակ։ Լսի, ես գիտեի, այս պուճուրիկ պյորե է, պաստորենս ասել։ Դու գիտեի Միշլեն սթարից։ Հա, բայց լրիվ Միշլեն։ Էդի հələ մեծ է, Միշլենը կլինի դրա 4-րդ, տենց 4-րդ, տենց պուճուրիկ կտոր։ Իսկ էդ է Միշլենը։ Ինձ թվում է բաստուրմայի հետ համադրությունը պիտի որ շատ լավ է։ Բաստուրմա։ Այո, հիմա որ փորձես միասին, բաստուրմա, ռուկոլա եւ սեխ։ Ուրեմն բաստուրման կտրում ենք ու սեխի հետ, հələ մի րոպե։ Նա բաստուրմը շունգա։ Ուխ դե կլաս։ Շնորհակալություն։ Ոյ, ես ինչ համով էր։ Ջուս ոնց չես կորցնում քո այս առանձնահատկությունը, գեղեցկությունը, յուրահատկությունը, տարբերվող լինելը, չէ՞ որ աշխարհը այնքան էլ գունավոր է, պատկերացրու ես մենք էլ վախենում եմ ասել չէ, բայց մարդիկ հատկապես ովքեր մի փոքր արդեն տարիք են ձեռք բերում եւ այլն, շատ ժամանակ մոռանում են այն ինչ էին։ Ճիշտ է, լինում է։ Ոնց է որ դու չես կորցնում։ Ներսի էներգիան ուրեմն փոխվել է։ Դու ամեն մարդ պետք է աշխատի իր վրա։ Միշտ լինի պոզիտիվ ներսը, թեկուզ եթե վատ բան լինի,
Պետք է նայել, որ տենց եղավ, որովհետև ավելի լավ բան է սպասվում, տենց է ձևը։ Թեկուս վատի մեջ դու լավը պետք է տեսնես։ Դրա համար ինչ ներսը տա են է դուրսն է։ Երջանիկ ես։ Հա, ոտ չի։ Դեսի շատ լավ է։ Նայ, ես մտածում եմ, երկու ձեռ ունես, երկու ոտ ունես, ուրախ ես, ամեն ինչ թույն է ու դրա համար երջանիկ ես։ Էդի տենց է։ Բայց մարդ կա, երկու ոտ չունի, էլի շատ երջանիկ է։ Օրինակ, TikTok-ի գլխավոր պրեզիդենտը, երկու ոտ չունի, ինքն է ստեղծել TikTok-ը։ Մի միլիարդատեր, էտա, պետքա ռակուր միշտ մի շատ լավ ընկերուներում եւ գոլեգա Սերգ Աբրամով, երգիչ։ Նա միշտ ասում է ռակուրսը փոխի։ Ասում եմ, վայ, օրինակ մեկ ասում եմ, ինչու այդպես եղավ, ասում է ռակուրսը փոխի, բաց նայ, ուրիշ ձև նայ ու տես որ ավելի թույն է, որ սենց եղավ։ Շատ կանա այդ երջանկությունը կապում են տղամարդու հետ։ Շատ սխալ է։ Հա։ Շատ սխալ է լսի։ Եթե ես հիմա երջանկությունը կապեի ինչ որ տղամարդ չունեմ, ես կլինեի ահավոր ոչ երջանիկ տխուր տրտում մարդ։ Բայց կապ չունի, տղամարդը ուղղակի պետք է քեզ էլ ավելի երջանկացնի։ Էլ ավելի ինքը պետք է այդպես անի, որ դու ինչ ապրել ես, էլ ավելի լավ ապրես, ոչ թե ավելի վատ կամ ներվային լինես, միշտ զանգի ասի, ուր ես, ինչ ես ակե, ինչու ընդենայից էր, էդի չեղավ, էդի ահավոր է, էլի, կամ խանդ, իմ մոտ եղել է, նախկին ամուսինս խանդա, որ կար, ու դրանից կինը դառնում է ծեր, սկսում ես արագ ծերանել, եթե վատ տղամարդ եղավ քո կողքին, վերջ, դու դառնում ես ծեր կին։ Իսկ որն է լավ տղամարդը։ Լավ տղամարդը։ Դա մի քանի տղամարդ է։ Մի քանի տղամարդու հավաքական։ Ես ինձ որ միշտ ասում են ամենալավ տղամարդը քո համար ո՞րն է։ Ես ասում եմ, ուրեմն հումորի զգացում պետք է ունենա, սպորտային կառուցվածքով, միշտ քեզ որպես մեծ կլինի, հետո հարուստ, շատ չէ։ Կայացած, արի ասենք կայացած, որտեղ այս տարիքում արդեն դա կարևոր է։ Հա, շատ հարուստ դաժե վախենալու է։ Կայացած իր բիզնեսով, առատաձեռն ու անի լիք շատ սուրպրիզներ, տենց բան, որ դու ուղղակի չես պատկերացնում։ Բայց լավ բան, ոչ թե ասի կանգնա աթոռի վրա, ասի ես քո համար բանաստեղծություն եմ գրել, կարդա դասեն, հետո սենց չի, էդի 19-րդ դարում էր հետաքրքիր։ Իսկ հիմա հետաքրքիր այնպիսի բան ինքը գտածակ պետք է ունենա, այդպիսի բաներ անի, որը դու չունես։ Իսկ ունեցել ես նման հարաբերություններ։ Եղել է։ Բայց վերջում այդ մարդը մի քիչ սուտացան, դուրս եկավ, դրա համար ես իր հետ էլ ոնց որ կապը խզեցի։ Շատ ընդհանրական մի հարց եմ տալիս, որը իրականում բոլոր կանանց քննարկման առարկան է հիմա։ Ասում ենք, որ տղամարդիկ փոխվել են։ Փոխվել են։ Ընդհանուր փոխվել է կյանքը, դրա համար մենք բոլորս ենք փոխվել։ Ոչ միայն տղամարդիկ, այլ կանայք։ Եթե վերցնես սովետական միության ժամանակ կինոները նայես ու տենաս, որ սենց ուղղակի որ իրար վրա նայում են, արդեն դա սեր էր, արդեն դա վերջն էր, վաու, չէ, կամ ծաղիկ էին նվիրում, վերջն է էդի, հա, չէ, սեր, կամ մի քիչ մի պստիկ սենց ինչ-որ ոտը երևում է կոշիկ, արդեն, վաու, ինչ սեքսի, օրինակ, չէ, սենց գայթակղիչ, սենց, ասենք, իսկ հիմա, բազ, աշքենը, սաղ, բրախած, դուրս, ու հետաքրքիր չի, ու բնականաբար, քանի որ սաղ փոխվել է և վերածվել է կապիտալիզմի, հաշվարկների, դու չես կարող ուղղակի կարևորը հոգին է, դրա վրա չես ձգի, ուղղակի հոգին էլ է կարևոր, պլյուս ֆինանսներ, որ դու ամեն ինչ անես այդ աղջկա համար էլի, այսինքն գնաք Մալդիվ կամ թեկուզ Կաբուլ։ Բայց դու պատկերացնում ես, հիմա այս ամեն ինչը որ լսեն ինչեր են գրելու։ Թող գրեն։ Իբր իրենք այդպիսի չէ։ Ասել են նյութապաշտ,
Այս ինչեր ես Նայեք, ասում։ դա տղաները կարող են ասել նյութապաշտ, բայց ես միշտ ասում եմ, նյութապաշտ ասում են այն տղամարդիկ, ովքեր չեն կարող այդպիսի բան անել, տալ աղջկան ինչ որ սիրունացնել, գեղեցկացնել եւ իրա եւ աղջկա կյանքը։ Իսկ կինը ինչպես պետք է սիրունացնի տղամարդու կյանքը։ Օ, իրա տակությամբ բնականաբար, որ այնպիսի բաներ անի, որ տղամարդը գնա առաջ։ Միշտ տենց է, չէ, ասում են վիզա կինն է, տղամարդը գլուխ։ То есть ասում են ամենաուժեղ տղամարդու հետևը մեջքին կանգնած է լավ հիանալի կինը։ Բայց դες հետաքրքիր մի բան, տղամարդկանցից մենք կապիտալիստական մոտեցումներ ենք պահանջում, չէ՞, նորից ենք, բայց կանանցից ավելի ռոմանտիկ։ Դες առաջին իսկ հարցին մենք պատասխանում ենք, որ vocation չի, ոգևորի, հա։ Բա եթե տղամարդը ուզենա օրինակ կնոջից փող մենակ օրինակ դա արդեն ժիգլա է, չէ՞ որ ասում են, դա արդեն կին է մարդը, էլի, արդեն կին, կնոջ վիճակը, էլի։ Եթե դու տղամարդ, օրինակ եթե ես լինեի տղամարդ, իմ կինը ոչ մի բանի կարիք չեր ունենա, ես վիզ կտնե, ես տենց եմ։ Թեկուզ ընկերության մեջ եմ ես այդպես, ամեն ինչ անում եմ, որ իմ ընկերները լավ լինեն, տենց։ Իսկ տղամարդը, ցանկացած տղամարդը, ով կայացած է, ուզում է ճիշտ շփում, որ ոգևորի, ոգեշնչի կինը իրան, դա ամենալավ բանն է։ Plus լավ մար եւ այլն։ Կրկին քննարկումների մեջբերումներ եմ անում, ինչը կարծում եմ, որ շատ հաճախ դուք ինքներդ էլ լսում եք եւ այդ քննարկումներին մասնակցում եք, կանանց մասին է խոսքը։ Կանայք դիտարկում են, որ վերջին շրջանում քիչ են մնացել տղամարդիկ, ովքեր հասարակական վայրերում սրճարան կլինի, ռեստորան կլինի, սպորտ ակումբներ կլինեն, որ անվախ մոտենում են կնոջը ծանոթանալու համար, շարունակություն ունենալու համար, ճիշտ ենք դիտարկում արել, փոխվել է այդ իմաստով։ Դե հա, բնականաբար, քանի որ կանայք էլ շատ կան, որոնք շատ հեշտ կարող են գալ եւ նստել քո գիրկը, խոսքի տղամարդու գիրկը, ես քոնն եմ եւ այլն, շատ հեշտ կարաս իրանց արդեն ոնց որ գերել էլ ճիշտ չի էլի։ Գցում եմ իրանց վիզները այդպես շատ արագ։ Դա էլ է դրա համար տղամարդիկ ասում, հա, այդքան կա, էլ սենց, էլ բլոնդ, էլ մուկ մազերով, էլ սև, ում կուզեմ սենց կանեմ, դրա համար այդպես էլ կա, դրա համար իրանք էլ վիզ չեն դնում, իսկ ես սիրում եմ, որ վիզ դնեն, ես ինձ հետաքրքիր է այն տղամարդը, ոչ թե զանգի կամ գրասի, գնանք մի տի սրճենք, ինձ համար էդի ստանդարտը, արդեն անհետաքրքիր է, ինքը պետք է այնպիսի բաներ անի, որ ինձ զարմացնի, վիզ դնի, էդ է, ոնց որ ժորթի ձևով ասած, պետք է տղամարդը պետք է ոնց որ որսորդ իհարկե, իսկ հիմա հակառակն է, էլի։ Ունես այս պահին նման տղամարդ քո կողքին։ Չէ։ Տենց այն որ կան, որոնք գրում են, կարող գնանք մի տե սեր սուրճ թեյ մի հատ, այդ արդեն այդ լիքն են տենց, բայց տենց որ յուրահատուկ այնպիսի բաներ անի, որ ես չիմանամ ով է, այդ այնց հետաքրքիր տնուս ով է։ Էդ ով է սենց բան ինձ օրինակ նվիրել կամ բերել։ Ու սենց երկար գնա, չիմանամ ով է, արդեն ես սկսում եմ իրան պատկերացնել ու մի պաստիկ սիրարվել, պաստիկ։ Իսկ հիմա սիրահարված ես։ Մենակոտվիս, պոճուրիկ պստելիկի։ Բա ոնց է ստեղծագործում։ Այդի ներսից կա։ Մեկը մյուս հետ չես կապում։ Չէ, պարտադիր չի, սիրարվես որ ստե, հակառակը դա կարող խանգարի մի քիչ։ Այսօր շատ կանայք չեն վախենում եւ նույնիսկ առանց ամուսնության եւ առանց ամուսնու երեխա են ունենում։ Այն որ ասում են էկո։ Ինչպես ես վերաբերում։ Ես չեմ սիրում։ Չնայած նայած կին, եթե նա ուզում է երեխա ունենալ, շատ, ինչ ուզում է լես պտի։ Պետք է ունենամ երեխա։ Բնականաբար ինքը պետք է ունենա երեխա, որովհետև շատ է ուզում։ Իսկ ես սիրում եմ ընտանիք։
Պարտադիր պապա, մամա, սաղ պետք է լինի, ընտանիք, всё, այսքանը։ Եթե ես մենակ լինեմ ու երեխա, բա որ ես գնամ ինքը մենակ կմնա, դա չի լինի։ Իսկ այն մասին թե ինչպիսի ընտանիք է ունեցել Ջուսը, երբ ինքն է երեխա եղել, կխոսենք հաջորդ ուտեստի ժամանակ։ 25 տարի, արդեն 25 տարի շուկայում իր ամենատարբեր ծառայություններն ու պրոդուկտներն է ներկայացնում իմ սիրելի գործընկեր, Հայտնի դիալոգ նախագծի գլխավոր գործընկեր Վալան գրուպը։ Եվ ես ամեն շաբաթ մեծ սիրով իմ թիմի հետ միասին պատրաստում եմ տարբեր տեսանյութեր, որոնք պատմում են ընկերության նորությունների մասին կամ էլ գործունեության մասին։ Դե իսկ այս տարին, քանի որ տոնական է, Վալան գրուպը ունենալու է ամենատարբեր նորությունները՝ ակցիաներ, նոր խանութ սրահների բացումներ, նոր ծառայությունների մատուցում, ինչի մասին էլ ես կպատմեմ մեծ սիրով։ Եվ ահա այսօր էլ բերել եմ հերթական տեսանյութը ձեզ համար։ Առաջ չենք տալիս, դիտում ենք իմ գովազդը, որպեսզի Հայտնի դիալոգը ապրի անվերջ եւ անդադար։ Ես Վահագնի թաղամասում եմ եւ հյուր եմ եկել ճարտարապետ Արա Անդրեասին։ Իմ ետևում գտնվում է նրա հեղինակային գործերից մեկը, իր իսկ տունը։ Տան գրեթե ամեն ինչը Արա Անդրեասը արել է Վալան գրուպի հետ համատեղ։ Դրսի կողմից էլ էր շատ սիրուն, բայց ամենաանհամբերը հիմա ներսը տեսնում։ Այո, արամեցեք։ Չէ, ներսը։ Մերսի։ Ճիշտ է, չէ՞ հասկանում, որ ամբողջը փայտ է։ Այո։ Որը բնական նյութեր է։ Այո, բնական նյութեր է, ու պետք է բնական նյութեր, որ մինիմալիստը ավելի ռեալիստիկ է։ Ու փայտի կորզը եւ ալումինիումի ամեն կորզերը Վալան գրուպ արդեն աշխատան։ Ես այստեղ կրկին տեսնում եմ արվեստի նմուշներ եւ համադրություն փայտի հետ։ Հետաքրքիր է, որ պատերն էլ եք փայտի էֆեկտով եւ մշակումով արել։ Ինքը ներգը ես շատ ներգի հետ չեմ սերճունիմ, կսկամ քիչ ավելի հոգի չկա, բայց ավելի հոգիով է, դղակը Վալան գրուպեն շատ հոգնան, իրեն դիտելներն էլ դժվար է, գիտեսնաս ինքը սիմպլ է, բայց ինքը սիմպլ չէր, ես պետք է այս խոսքը խոսիմ շատ հոգնեցին էզի, լավ աշխատան, ամեն ինչով, Վստահ եմ նրանց համար էլ հեշտ է եղել հենց ճարտարապետի հետ։ Այո, հավասով աշխատանք, իրար հասկանալով աշխատանք։ Այսքան շատ է փայտը, բայց բացարձակ ծանրություն չես զգում։ Թեթև է, հանգիստ է, էլեգանտ է։ Ինքը այսօր քույնը ասենք թե մեր ջարդարավետական բանով ասեն իրեն Japanese oak։ Բահարանը։ Բահարաններն էլ արդեն Վալան գրուպի կորզն է ամենը։ Ինչ փայտեղեն դեսնաս Վալան։ Իսկապես ինչ գծային լուծումներով է տունը արված, ամեն ինչը մինիմալիստիկ եւ գծային տրամաբանության մեջ։ Ինձ հետաքրքիր է, որ գծել եք տունը եւ այսքան փայտային լուծումներ եք դրել։ Տեղադրելուց խնդիրներ չեն առաջացել, որը որտեղ պիտի դրվի։ Ոչ, իրենք շատ professional աշխատան։ Շատ professional աշխատան Վալան գրուպը, որ ես այլ իրենց հետ ծերծերքի, բայց իրենք շատ օգնեցին ինձ ասպանը։ Իմ կորձերը, որ finishing-ը ասենք թե որ ամենա առաջինը, որ պետք է շատ մաքուր կորձը լա եւ լավ կորձը լա, ես արդեն Վալան գրուպի հետ կացի իրենց կորձերը դեսա ու դղեկին դեսա իրենց ինժեներները հասկացո եւ լավ մուդի մեջ կաշխատեմ, անորոշ ավելի ինգերային մոդելով, ստայլով աշխատանք ոնդեղը ու գրծան ամեն ուզած բաներս ընեն, ասենք թե իմ ապրած դեղից ստանդարդով, Դուբայի ստանդարդով։ Պատրաստելու եմ հայտնի չիմիչուրի սոուսը, որը կարող եք մատուցել ցանկացած մսի հետ։ Ես կպատրաստեմ խոզի չալաղաջիկներ եւ կմատուցեմ չիմիչուրի սոուսով։ Ինչպես է պատրաստվում։ Շատ պարզ։ Ինձ անհրաժեշտ է մաղադանոց, համեմ, սոխ, սխտոր, տեսեք ինչ սխտոր է, չիլի պղպեղ կամ ցանկացած կծու պղպեղ, աղ, պղպեղ,
Կարմիր պղպեղ, օրեգանո, թարմ կիտրոն ենք քամում եւ ձիթայուղ սառը մամլման, որովհետեւ չենք տաքացնելու, չենք տապակելու, օգտագործելու ենք թարմ վիճակում։ Եվ մի փոքր էլ քացախ։ Չիմիչուրի սոուսը պատրաստ է։ Հիմա արդեն հանեմ ջեռոցից միսը։ Մերսի, այսի ուրիշ վիճակ է եղել, կեսի լուրջ է։ Ոայ, Նա անոնսներ, թիզերներ, սա արդեն ոնց որ իսկական կինոն է։ պետք է բացես ռեստորան։ Իսկ դու ինձ կգաս հյուր։ Ես միշտ կգամ։ Ինչ հաճելի է։ Ես կգամ կուտեմ, կգնամ, կուտեմ, ես համոհոթել սիրում եմ։ Մնում է ինքդ էլ սկսես պատրաստել։ Այ ետիմը, չի Մենք փորձելու ենք հայկական ավանդական խոզի չարախաշ ջեռոցում դրած, բայց այս անգամվա թագուհին ապսեի չիմիչուրի սոուսն է։ Գիտեմ, որ կծու սիրում ես։ Շատ։ Դա վրացական է։ Ոչ, արգենտինյան է։ Հա, չիմիչուրի ոնց որ չախողբիլիս, այսպես մի բան լինի։ Նման է։ Եվ այս սոուսը շատ լավ համադրվում է ցանկացած մսի հետ։ Հիմա կփորձենք, կասես քո կարծիքը։ Առողջ հարար է, ասեմ ավելին։ Սխտոր, չիլի պղպեղ, մաղադանոս, համեմ։ Օնկոլոգիայի դեմ, ասեմ ավելին, դա լավ բան է։ Դա որ ամեն օր ուտվի, լսի, բայց իդեալական, սենց մարմելադի նման միս։ Ինչ հաճելի։ Ջուշ ջան, դու պետք է պսակվես պովերի հետ։ Ես որոշեցի։ Մաղթում եմ։ Պովեր մեր սող, ինչու ոչ։ Այդ երկու մասնագիտությունը արդեն երրորդը, ու ելու մենք համատեղում։ Երրորդը բիզնեսմեն։ Ամեն ինչ պետք է լինի, ամեն ինչ, այն որ ասում եմ, ամենալավ տղամարդ է մի քանի տղամարդ է, որ մեկի մեջ այսքան չի լինում։ Լսի, բայց հələ մի րոպե սոուսը անհամբեր սպասում եմ սոուսը փորձես։ Մի րոպե։ Ինչ որ սենց յեհու, սենց էլ։ Ուի։ Կներեք հոծու։ Վայ, վերջնա, հիշեցի իմ փոքր ժամանակվա կյանքը, չգիտեմ, որտեղ տատիկս սենց էր պատրաստում, ինչ որ հիշեցի Սուխումում։ Դա լավ պատմություն է, ճաշենք ու զրուցենք։ Միանշանակ, կլաս։ Բարի ախորժակ։ Այո, յուհու։ Ասում ես տատիկդ համեղ էր պատրաստում։ Այն էլի ձևի, ես հիշում եմ պիրոգ էր թխում, ամենս պիրոգ, որ ես միջև հիմա չեմ կերել տենց։ Ինչով։ Մեջը ջեմ էր, բայց թուզից, ոյ։ Այդեն որ սենց հյուսում էին։ Հյուսում էին, ճիշտ է։ Իմ մաման էլ էր պատրաստում։ Այն գիտեին էլի մի բան, բայց հիմա ոչ մի տեղ չեմ կարող գտնել։ Դե պետքա գտնել այդ բաղադրատոմսը տանը փորձել, ջուս տանն ես, մենակ ես, ինչու չես պատրաստում։ Ոնց որ ավելի սիրում եմ համովուտել։ Լավ, արդարացված է։ Ջուս, հարցազրույցները իհարկե շատ են քո մասնակցությամբ, բայց շատ չի խոսվում քո մանկությունից։ Հա, լինում է, բայց հա քիչ է։ Նկատում եմ ավելի ընդգրկուն, ավելի այսպես հիշողությունների գիրկը վերադառնալով։ Պատմի էլի։ Ես Սուխումում էի միշտ փոքր ժամանակ եղել, տատիկս ուներ այնտեղ լավ տուն։ Ու մի խոսքով հիանալի էր այդ ժամանակ։ Որ կողմի տատիկներ։ Մամայիս։ Մամայի։ Ու մամաս էլ գնում գալիս էր տենց միշտ, քանի որ փոքր էի, ես տատիկս ինձ այնպիսի լավ էր նայում ու ես պալմաների մեջ էի, ոնց որ մեծացա, ես սիրում եմ, դրա համար սիրում եմ Սոչի, Սուխումի այդ տեղերը, սուբտրոպիկի տենց է կոչվում, շատ եմ սիրում ծով, սև, կոնկրետ սև ծով եմ շատ սիրում, չգիտեմ։ Կարմիր էլ լավ, բայց ծնվել ես Սուխումում։ Հենց Սուխումում ես ծնվել։ Սուխումում եմ ծնվել, բայց իմ մոտ սա հայկական է։ Դե դա ծնվել է, բայց հետո ովքեր շրջապատում, ով էր քո ընտանիքը։ Մամաս, բնականաբար, ու տատիկս մամայիս կողմից։
Պապայիս հետ իրանք բաժանված են, Այո։ բայց պապայիս հետ երբ որ ես մեծացա, արդեն մի 19-20 տարեկան նոր սկսեցի տեսնվել, էնել Ամերիկայում։ Նա մեկնել էր Միացյալ Նահանգներ, բայց այդ ընթացքում կապը տեսնվել է, էլի գնում էի իրանց տուն ու էլի շատ լավ էր, պապաս շատ հայտնի ու շատ տաղանդավոր դմկահար էր, սկրոմ, շատ լավն էր ու ես ավելի շատ երևի իրեն էի քաշել այս տենց գժությամբ բեմի վրա երաժշտական լինելու վիճակը իմը լրիվ պապայիս կողմից է եկել ինձ թվում այդպես մամաս էլ ինժեներ էր էլի շատ երաժշտական գծով չէր բայց հետո պրոդյուսինգ ոնց որ մամաս էր ինձ միշտ անում ամենտեղ մենք գնում ենք մամայիս հետ մամաս խոսում էր ես որ չէի կարող խոսալ մի քիչ այն չէր էլի որ հիմա կարող եմ խոսել բայց այն ժամանակ վայ մի ծպտում չի ան, գալի նստում, знаете, մամաս ռուս էր, անաս очень талантлив, очень, ես даже մեկ տենց ամաչում ես բաների անում, բայց պրոդյուսերների միշտ մամաս էր խոսում։ Իսկ ինչու էին բաժանվել ծնողներդ։ Ինչ որ պապայիս մաման ոնց որ տենց չեր ընդունում, էլի, մամայիս չգիտեմ ինչի։ Ազգության համար։ Նաև բայց մամաս լրիվ հայերեն լեզվով, հետո սաղ սովորեց։ Իսկ քո ծնվելը ոչինչ չփոխեց։ Դե կապ չունի։ Ոնց որ մեզ հետո ասեցին, դուրս եկեք այստեղ, այսպեսի ինչ որ դաշա պատմություն։ Իսկ դու քանի տարեկան էիր այդ ժամանակ։ Փող այսքան, պուճուր։ Չես հիշում։ Չէ, այսքան։ Իսկ մայրիկը ոնց է անցել այդ ծանր շրջանը։ Միջև վերջ հիշում էր ու ես իրան միշտ ասում եմ՝ մի հիշի, դա անցավ, պետք չի հիշել, միշտ էդի պահում էր իր մեջ, դրա համար երևի իր մոտ այդպիսի հիվանդություններ եղան։ Պետք չի պահել ոչ մի այն որ նեղանում ես մարդուց ու դա պահում ես, դա շատ վատ է, դա բերում է հիվանդությանը։ Իսկ երկրորդ անգամ ամուսնանալու մասին մամաս ունեցել էր սիրելի տղամարդ իր կողքին, որը իմ հերացուն էր եղել, բայց հետո էլի բաժանվեցին այդպես, բայց էլ չամուսնացավ։ Իսկ հայրիկի հետ հարաբերությունները ով թարմացրեց։ Միշտ մամաս միշտ էր թողում պապայիս մոտ ու միշտ լավ էր խոսում, որտեվ ինքը շատ լավ մարդ էր իրականում։ Դե ես տենց միշտ ոնց որ ինքը ասում է գնա պապայի մոտ, մի քիչ նստի, պապաս ինձ տանում էր սաղ տեղերը տարբեր, միշտ գնում է իր փորձերին նայում եմ ոնց էր նվագում, դուրս շատ էր գալիս։ Դե ինքը ունեցել էր ջազ ռոք վան խումբը, ղեկավարն էր ու իրան ասում էին դե գիտեք սկրոմ։ Բոլոր երաժիշտները այն ժամանակների 80-ականների, 70-ականների իրան բոլորը գիտեն ու շատ տաղանդավոր ու լավ մարդ էր ու շատ գեղեցիկ ու լիք մարդիկ, այսինքն կանայք գժվում էին իր համար։ Ամենավառ հիշողությունը, որ մանկությունից բերել ես քեզ հետ։ Ուй, վառ հիշողություն շատ կա։ Չէ, բայց այն որ այդ պատմությունը կամ այդ էպիզոդը ամենա այսպես հիշարժանն է։ Գիտես ոնց, չգիտեմ։ Մի անգամ շատ կա էտա, ես որ շատ սենց ոնց են ասում զուսպ, այն որ սկրոմն է, սենց է այն ժամանակ, փոքր ժամանակ մանավանդ։ Մենք ունենք, ես որ Սուխումում ապրում էի, շատ տներ կային սենց կողք ու ես ինչ որ, ես ու իմ ընկերուհին, էլի պուջուրիկ աղջիկ, ինքը մտավ, մի հատ բաց, ու միշտ դռները բաց էր, Սուխումում տենց էր, չգիտեմ հիմա ոնց է, բայց բաց են միշտ ուզում մտնում աբա, здравствуйте, տենց ավելի հարևանությունը լավն է, կոֆե են խմում, ուտում են իրար հետ եւն, այդ իմ ընկերուհին մտել է մեկի մի հատ տղամարդ էր իր տունը, պուջուր, մի քան տարեկան, 5 երևի, ես էլ էի այդքան, էթերի, վրացի էր, մտավ, ես իմ ինչ վերցրեց տնից, չեմ է հիշում, գողացավ էլ ինչ որ բան, դե երեխա է, ոչինչ, ու փախավ,
այդ մարդը մտավ, դե գիտեր որ մենք էինք խաղում այնտեղ։ Ասում ով ա վերցրել, դե ռուսերեն էին խոսում, չէ՞, այն ժամանակ սա Սուխումում, դե սովետական միություն, ռուսերեն լեզու։ Кто это взял? Что? Սենց գոռում, ես մի քիչ տենց մի 50 գրամ տակա սարեցի, դե ոչինչ։ Բայց ես вообще կապ չունեմ, բնականաբար։ Ու ինքը այդ էթերին փախավ։ Մի ճարպիկ էթերի։ Մի ճարպիկ, ինձ բռնին։ Ասում դու ես գողացե, դե ռուսերեն, դե это украл։ Ասի դա, բախից, հա, հանդասում։ Ասի հա, վայ, մի խայտարակ սաղ տներով, որ ես ինչ-որ բան եմ գողացել։ Մամաս ասում է, մի հատ ասա դու ես գողացել, թե չէ։ Դու ես վերցրել այդ բան, չեմ հիշում ինչ էր։ Ասում եմ, չէ, ասում եմ, բախ ես ասում, հա, ասում եմ, դե գոռաց ասեցի, հա։ Բախից։ Բախ։ Այդի շատ մամաս իջավ, մի ծեց ու ջարդ է տամարդ։ Ոյ, մամասին ես սենց ոգով էր էլի շատ սենց գնաց, ասեց ինքը չի գողացել, ինքը ասել դու տեց գոռացիր, դրա համար ասել է հա, ու սենց։ Էդ էր, մի անգամ պասել, ինչ կար, հա, ես ու մի հատ իմ բարեկամուհին, էլի մենք մի երևի 8 տարեկան էինք, ինքը ավելի փոքր էր, քան ես։ Գնացել են կինո Սուխումում։ Ու սենց խոսում խանդում, խոսում ծիծաղում, սաղ այդ կինոն սենց ծիծաղում ենք, դե մեր կա տղա են նստած, ու ասեցին, ну сколько можно, уже уши у меня завяли, это հիշում եմ ես, уши завяли, ես դե սուսպուս սենց եղա, вообще, այն ժամանակ ավոր է, իմ բարեկամուհիս Լինդա էր անունը, Լինդա է անունը, հիմա էլ մենք շատ մոտիկ ենք, Մոսկվայում են իրանք հիմա, Ասма ты их полешь, чтобы они тебя выросли, эти лишёны. Вай, ամբողջ դալիճը, այդքան է բարձր էր ասել, ամբողջ դալիճը, ինչ կինո, ինչ բան ծիծաղում էին, այդ շատ, ես է ոյսուց։ Առաջին անգամ Երևանը երբ տեսար։ Փոքրուց, իրականում ես նպել եմ ընդե, բայց գնում էի ոնց որ ամառ ընդեղ անցկացնում, բայց միշտ գալիս էր։ Դու պատմես անդադ պատմություններ, որտեղ փոքրիկ Յանինան համեստ էր, զուսպ էր, համարձակ չէր, երբ փոխվեց ամեն ինչ եւ մենք տեսանք այն համարձակ, էքստրա վագանտ ջուսին, որին որ տեսնում ենք։ Արդեն ասում եմ ճակատին դուրս մի բան չի գալի, բաչ։ Բայց երբ փոխվեցիր, ինչպես փոխվեցիր։ Ուշ Ինչից հետո։ Ուշ։ Հիմա ասեմ, երբ որ Մոսկվա, դե այն ժամանակ հետո գնացի 98 թվականին Մոսկվա, թողեցի հայեր խումբը, գնացի Մոսկվա, հետո 2008 թվականին դե այնտեղ Ալեգրվայդ երգեցի եւ այլն, եկա պատմություն։ Ամեն ինչ լավ էր, բայց ես որոշեցի սոլո դառնալ որպես մենաերգչուհի։ Ոչ թե back vocal, որպես Ալեգրվայի հետ, բայց էլի որ շատ մեծ դպրոց էր իմ համար ու շատ ուրախ եմ, որ այդպիսի շկոլա են ասում, չէ՞, հետո շկոլա, չես էլ թարգմանում, շկոլա եմ անցել։ Շկոլա էր, հա։ Հետո որ այստեղ եկա, մամաս էլի ինձ հետ էր միշտ գնում էր, ես կլուբում երգում էի, առաջ պիոներ կլուբ կար, շատ լավ, բոլոր հայտնիները այնտեղ են երգում։ Հետո գալիս ենք, հետո որ մամաս էլ ոնց որ մի քիչ թուլացավ էլ չէր կարա գնար, ես մենակ էի գնում, բայց էլի միշտ ասում, մամ դու կասես, զանգես ասես էլի, ասում, վայ դու պատի ասես, ես ինչ ու ես կամած զորով ես սկսեցի արդեն հավաքել ուժերս ու արդեն դառնալ այն ինչ որ ես հիմա կամ ու դա ճիշտ է։ Մի քիչ շատ էի սենց, այն չէր։ Մենք դար 21-ի ժամանակ այս հարցը քննարկել ենք իրար հետ Ալեգրվայի հետ կապված, բայց տարիները որ անցնում են եւ փորձառությունը մեծանում է եւ կյանքում շատ իրադարձություններ են տեղի ունենում, շատ դեպքերում հայացքը մարդու փոխվում է այս կամ այն հարցի շուրջ։ Հետաքրքիր է հիմա որ հետ ես նայում, ճիշտ ես համարում Ալեգրվային ման հայտնի երգչուհու թիմը թողնելը։ Հա, որովհետև ես մինչև հիմա կմնայի այնտեղ, հետևը, ու ես չէի ցույց տա այն ինչ որ ես կամ։ Հա, դու հետևը կարող ես ամեն ինչ դենել, ես մենա back vocal եմ։ Հետս ոչ մեկ չկար, մենակ ես։
Ես որ ցույց ես տալի որ դու տենց գժական ես ու արդեն այնտեղի շոու բիզնեսում ինձ իմ անունը դրել էին NLO։ Ու կարծեմ թեկուս կարծեմ Կիրկորովն է ասել, это NLO откуда у тебя, տենց էր ասել։ Ինձ ասում են NLO։ Даже մեկ ասում են կարող ինչ որ բան օգտագործում, ասես գժոտ բաներ անում, բայց ոչ, ես այդպես եմ։ Իհարկե, դի շատ Վերջին անգամ երբ եք Ալեգրովայի հետ հանդիպել։ Ուй, շատ 2000 շատ հեռու։ Իսկ որ Հայաստան է գալիս, որովհետև գալիս է։ Ճիշտ է, ավելի։ Ճիշտ է, 2000 մի անգամ է, երկու անգամ եկե, վերջ անգամ չեմ տեսել, որովհետև ոնց որ ինչ որ ինքը չտվեց համերգ։ Այն նախավերջի անգամ տեսնվել ենք ու նկարվել ենք, այո։ Ու ես կարծեմ ինչ գույներ, մազերս կարծեմ վառ ինչ որ sense վարդագույն ու ինքը ինձ տեսա ասեց վայ ты что ասма մազերը դկա փչացնես ես մի ժամանակ փչացրել եմ իմ մազերը չես հիշում ու ինքը միշտ բարիկներ բայց իր մազերը իրականում լավն է այո խոճուճ մազեր ունի ուղղակի որ հավերժ ունի բարիկներ է դնում ջուս շատ հագեցած կյանքով ես ապրում եւ շոու բիզնես եւ հեռուստատեսություն եւ ընկերներ հետաքրքիր է որ հետ ես նայում ամենաանպաշտպան վիճակդ երբ է եղել ինչ դեպքի ժամանակ կամ որ իրադարձության ժամանակ մամաս որ հիվանդացավ այդի ահավոր էր իմ համար ու ես ոնց որ մենակ էի ուզում եմ ամեն ինչ լավ լիներ բուժեի ու չկարողացա մի խոսքով ինչ որ ես մտածում եմ սխալ էր որ գնաց այդ բիոպսիաները վերցրեց ասում են որ բիոպսիան վերցնում ես գազազում է չէ քաղցկեղը ու սխալ ոնց որ ես չպետք է տենց անի ուղղակի 20 թիվ ընկավ ոչ կարաս դուրս գնաս ոչ մի բան, ոչ աշխատանք կա, բայց քանի որ ես ունեմ շատ լավ ընկերներ, իրենք ինձ շատ են օգնել, որովհետև առանց ընկերների ոչ մի բան չէր լինի։ Իմ Արտուր Հայրապետյան իմ կողքին մի անգամից նա լրագրողն է, գիտենք նա մի անգամից սաղ կայքերով գրեց, որ պահանջվում է գումար, ու սենց սաղ տարբեր երկրներից գումար էր գալիս, նենց հետաքրքիր էր։ Փաստորեն հետաքրքիր է եղել, մի կողմից անպաշտպան է զգացել, որովհետև մայրիկի առողջության հարցներ, բայց մյուս կողմից այդքան մարդ համախմբվել էր եւ դա նաեւ պաշտպանվածության զգացում է տալիս, հակասական իրարամերժ զգացում է երևի թե։ Սոնյան էլ որ սաղին բոլորին ասեց մեր հայտնի երգիչներին պետք է տա գումար ենք հավաքում ու սենց Սոնյա Դանիելյան Այո, մեր մարմելադ ընկերության հիմնադիր Սոնիչկան նա էլ շատ օգնեց իհարկե իմ կողքին Լիլիթ Կարապետյանն միշտ նայել էր միշտ հավաքում փողեր եւ այլն իրոք բոլորին շատ շնորհակալություն Սերգ Աբրամով եւ բոլորին Իսկ այն մարդիկ որ կարծում ես պիտի լինեին քո կողքին բայց քո կողքին չէին այդ ժամանակ Չէ, բոլորը իմ կողքին էին, բայց հետաքրքիր է, որ այնպիսի մարդիկ եղան իմ կողքին, որը ես գիտեմ, որ իմ կողքին չէին։ Դա էլ է հետաքրքիր։ Իհարկե։ Ինչ տարավ մաման իր հետ։ Դե որ մամաս գնաց, ես լրիվ դարձանի, ոնց որ իմ կեսը տան էր ինքը, տենց։ Բայց ես միշտ զգում եմ, որ նա իմ հետ է։ Որովհետև էներգիան չի բրծնում Էդի գիտեք, չի վերջանում էներգիան կարող փոխվի եւ ես հավատում եմ ռեինկարնացիային։ Բայց հավատում եմ նաեւ որ ինքը կարա չընտրի էդի դեռ ինչ որ գնա ուրիշ վերածնվի։ Այլ ինքը մնա կողքի իմ կողքը ու ես զգում եմ որ նա կա ու լիքը բան հուշում է ինձ։ Էդի հաստատ մեր ծնողները երբ որ եթե մեզ շատ են սիրում մոտիկ են կամ ինչ որ բարեկամներ ինչ որ տենց է Ես զգում եմ, որ նա կա միշտ։
Ջուս այսքան տարի ստեղծագործում ես, աշխատում ես, շատ աշխատասեր ես, շատ աննկարագրելի աշխատասեր ես, բայց դեռ չես կարողանում քո սեփական տունը ունենալ, բնակարանը ունենալ, եւ մինչեւ հիմա վարձակալում ես եւ այն նույն տան մեջ ես, որ դեռ տարիներ առաջ, դեռ 21-ի ժամանակ փաստորեն վարձակալում էիր։ Ինչն է պատճառը։ Դե միշտ պետք է ունենալ նախնական գումար, չէ՞, տենց։ Իսկ ինչու չունես նախնական գումար։ Չի լինում հավաքել, որովհետև տեսալվակները ես եմ նկարում։ Ինչ որ բան պետք է ու ծախսերը շատ են, ու ես մենակ եմ։ Ուրիշ բան, եթե ես ունենայի հովանավոր, կամ ինչ որ պրոդյուսեր, ով կգտներ գումարներ այ պրոյեկտի համար, այսինքն տեսալվակների, պրոյեկտների տարբեր եւ այլն, այդ ժամանակ ես կարայի հավաքեի, բայց քանի որ սա ես եմ անում ու ես բիզնես տենց չունեմ, որ ասեմ, բիզնես ունեմ, հավաքում, չէ։ Ու մեր մասնագիտությունը այս ամիս նորմալ է, այն ամիս այն չի, կամ չկա, քիչ, դրա համար չի լինում հավաքել, բայց ես վստահ եմ, որ տուն կունենամ, չգիտեմ ինչ որտեղից։ Իսկ արդյոք դա քո ֆինանսական, կտակելը շատ լավ։ Մարդես կամ նայեք, մարդ չունի, մարդը ասի դե ջուսը քանի որ չունի, կտակեմ իրան չոնտա։ Մեր հետ չենք թող ունենա։ Մեր աղջիկը։ Բայց այդ ամեն ինչը գալիս է, որովհետև ծախսերը շատ են, թե որովհետև իրականում ֆինանսական կառավարումը ճիշտ չես անում։ Չէ, ճիշտ է։ Ճիշտ ես անում։ Այնն էլ ինչ ձև։ Ճիշտ ես բաշխում ամեն ինչ, այսինքն դու ի սկզբանե գիտես, այս ամիս այս ես անելու, այն ես անելու, ամեն ինչ պլանավորում ես։ Թեկուս եթե վերցնում եմ գումար, լինում է, որ օրինակ չի երգում կլիպին, այսքան ունեմ, այսքան վերցնում եմ արագ տալիս եմ, այսինքն սկզբից հավաքում եմ տան գումարը, հետո վсё, էսի բարձանք, հանգիստ ենք ու գնաց արդեն տալ ուրիշներ, այսինքն ինչ պարտքես, ես շատ լավ տալիս եմ պարտքեր։ Էլն էլ ինչ ձևի, դրա համար ինձ շատ է սիրում, ասում եմ, ջուսին թուր կտա վաղը։ Արագ։ Իսկ այն մասին, թե տեսահոլովակների հետ կապված ինչ նորություններ կան եւ ինչ է սպասվում եւ առհասարակ հիմա ինչ է կատարվում շոու բիզնեսում, եթե այդպեսին կա, մենք կխոսենք աղանդերի շուրջ, սուրճ խմենք։ Այն էլ ինչ ձևի, սերով, այսքան մեծ սեր։ Եկեք մի քիչ չարաճճիություն անենք, պատրաստենք աղանդեր, արդեն կարելի է ասել պատրաստի պրոդուկտների միջոցով։ Ինձ անհրաժեշտ է դեղց։ Կիսում ենք դեղցը, փորում եմ դեղցը, մանրացնում ենք, դրան ավելացնում եմ մանրացրած թխված քաբլիթ, ընտրել եմ Ռոդֆրոնտ ընկերության Կարովկա թխված քաբլիթը, շատ համեղ թխված քաբլիթներ են եւ կարող եք նույնիսկ ձեր մանկահասակ երեխաներին հանգիստ հյուրասիրել այս թխված քաբլիթից։ Ավելացնում եմ իմ սիրելի Պաբեդա ընկերության կատնային շոկոլադը առանց շաքարի, ստևիայի հիմքով։ Խառնում ենք, կրկին լցոնում ենք դեղցը եւ դնում եմ ջեռոցը կամ էլ ճարպաջեռոցը։ Աղանդերի համար նախատեսված ռեժիմով։ Մեր դեղցը թխվել է արդեն։ Ավելացնում եմ նաեւ պաղպաղակ վանիլային եւ ընտրում եմ Ֆարմանդ ընկերության քաղցր սոուսներից շոկոլադը կամ կարամելը։ Ես կարամելն եմ նախընտրում։ Ես այսօր խախտում եմ քո բոլոր կանոնները, կներես։ Ոչինչ, էդի բան չի ասին։ Մենք վայելելու ենք մի քիչ խորամանկ ուտեստ, այն որ կանայք ուզում են արագ հյուրերին զարմացնեն, բայց շատ բան չկա ձեռքի տակ։ Եվ սկսում են մի քանի բան խառնել, որ գեղեցիկ լինի ու հետաքրքիր լինի։ Դեղցն է, լցոնած հենց դեղցով, թխված քաբլիթով եւ շոկոլադով առանց շաքարի ստևիայի հիմքով։ Էսի
պետքա ուտել ու չի կարելի չուտել, դա թեկուս չաղանաս, բայց չես չաղանա։ Տակը դեղց է։ Այո, վերջ։ Մի պստիկ է պահպաղակը, պստիկ։ Այո, փորձում ենք։ Ոյ։ Կարելի է պսակվել։ Ատենց լավն է, էլի։ Ոյ։ Բայց ես սիրում եմ, գիտես, քո հումորները ամուսնության հետ կապված։ Հա, բայց լուրջ այդքան լավն է, որ грех не выйти замуж։ Ոյ, շատ համավալը սի։ Լրիվ տուն տանելու աղջիկն ես դու, ես քեզ պետք է տանեմ մեր տուն։ Որ ես քեզ համար ամբողջ բաներ չեմ պատրաստ եմ։ Լավ, էլի ջուս ինձ էլ թվաց տանում ես ձեր տուն, որ թագուհու նման։ Դա իմ կողմից։ Պահող եմ։ Բայց դու կատու ունես, խանդոտ չի։ Չպետք է որ։ Չեմ փորձել, բայց կարծում եմ չպետք է որ, էլի։ Իսկ քո կատուն շատ հետաքրքիր ցեղատեսակ։ Հա, Devon Rex, տենց Գանգուր մազերով է, չէ։ Հա, իմ նման։ Դա ասում է միշտ տիրոջ նման է, չէ, լինում կամ շուն կամ կատուն։ Լրիվ ես էլ եմ գանգուր իրականում։ Ու տենց ինքը շոկոլադե գույն է, անունը Mercedes։ Ինչի պատվին։ Ինքը տենց եկել է Ուֆայից, ես Ուֆայից եմ իրան պատվիրել ոնց որ գնել, ու նա եկել է տենց գնացքներով, մեքենայով եւ այլն եկել։ Իսկ դու հենց այդ ցեղատեսակն էիր Էդ էի ուզում։ ուզում, որովհետեւ շատ քիչ մազ է թողում, համարյա թե չի թողում։ Ու տան ինչ որ մեբել եւ այլն չի փչացնում ու շատ իրանք ավելի շան բնավորություն ունեն։ Ավելի Կատու շան բնավորություն։ ասում են կոտա սաբակա կոտ, սենց են ասում։ Այդ ցեղատեսակը։ Այսինքն վարժեցվում է հեշտ, ենթարկվում է։ Հա, շատ խելացի ու ռեժիմով իմ նման։ Ես գնում եմ ուտեմ, ինքը ուտում է։ Գնում եմ զուգարան ինքը գնում է զուգարան։ Կներեք, չենք դեմ այստեղ։ Բայց լվացվելուն է չի։ Գնում եմ, քնում եմ, ինքը քնում է։ Իսկ երբ որ գնում ես ակումբ աշխատելու, ինքն էլ աշխատում ինչ որ ակումբում կատվի պատկերացնում։ կատուների ակումբում։ Ինչ որ սենց բաներ անի։ Ջուս այդ ակումբային կյանքը չի մաշեցնում քեզ։ Բա իհարկե մաշեցնում է, չնայած ինչքան մաշվել ենք, այսքան ենք դարել։ Մաշվել ենք այսքան, ըհը։ Բայց դրա համար եթե դու չունենաս ռեժիմ, աննենց ես մաշվելու ես։ Իսկ ոչ ֆիզիկապես, խոսքս ավելի շատ հոգեպես, մտքով, այդ մաշվածության մասին է խոսքս։ Դե դա էլ կա, որովհետև դե բնականաբար եթե կողքը դու ունենաս լավ տղամարդ, որը ասի դու էլ չես աշխատում կլուբերում, դու հասկանում ես, ասեմ, հա, խնդիր չկա ջանս, ոնց ուզես։ Բայց հարցազրույցի սկզբում ասում էիր, չեմ ուզում տղամարդ, ով պիտի ասի, այսինչ բանը մի հագիր, այսինչ տեղը մի գնա։ Էդի չէ, բայց ակումբի հետ կապված թողարկելի։ Դե չարժ, եթե դու ունես տղամարդ, միշտ գիշերը երգես, իմաստը։ Պետք է տեսահոլովակներ նկարես, լավ համերգների գնաս, լավ պրոդյուսեր կողքդ լինի եւ այլն եւ այլն։ Ինձ գիտես միշտ ինչն է հետաքրքրել քո նման վառ յուրահատուկ բեմական կեցվածք ունեցող արտիստի համար ես միշտ մտածում էի հատկապես երբ որ նոր էիր Հայաստան եկել, հատկապես երբ կար TV շոուն Դար 21-ում, բնական ջուս, մեկը մյուսի հետևից նոր հետաքրքիր տեսահոլովակներ, երգեր եւ այլն, ես մտածում էի, որ դու պետք է թոփերի մեջ լինես։ Դե ես եղա։ Այո, բայց մնաս եւ շարունակես։ Ինչը խանգարեց, որ ինչ որ մի կետից մեր սիրելի ջուսը տարին մեկ է տեսահոլովակ հանում դեռ։ Հարցը միայն տեսահոլովակի մասին չէ, նաև այն մեծ միջոցառումներին, որ հանրապետության մակարդակով տեղի են ունենում, տեսահոլովակները, հարցազրույցները եւ այլն, այնուամենայնիվ այդ տեղում չես։ Դե այդ տեղում լրիվ հիմա ուրիշ մարդիկ են, որոնք այն որ էլի հայտնի են եւ սիրված, չնայած հիմա էլ են իրանք հայտնի ու սիրված։ Այն ժամանակվա մարդիկ հիմա շատ քիչ են։
երևում էկրաններում եւ մեծ համերգների, քանի որ խնամիցանոտ բարեկամ օրենքը միշտ գործում է, այսինքն այս կազմակերպիչը ինձ հետ լավ է, ես կլինեմ սաղ տեղեր։ Իսկ կարող է միջև վերջ քեզ որպես արտիստի չճանաչեցին։ Դե դեռ չեն ճանաչում միջև վերջ, իսկ ով լինում է իմ ելույթներին, ասում եմ դու դենց երգում ես, ասում եմ դե փաստորեն, ասում ոյ թույն ասի բա հետա, բայց այս վերջերս եղել է մեծ համերգ, սենց շատ լավ, ես մասնակցել եմ շոուով։ Դե դա 1-2 համերգի մասին չի խոսքս, խոսքս այն պահանջարկն է, որ պետք է լինի հարցը պահանջարկ չի, կար այդ մարդը ամեն տեղ լինի, բայց պահանջարկ չունենա։ Բայց պահանջարկը ծնում է նաև լավ հիթերը։ Եթե ունես այնպիսի հիթ, որը մարդկանց գերում է, դա էլ կա, բայց եթե 1000-ից 1 է լինում, քանի որ հիմա սկի կլիպ էլ չեն նայում, տեսալովակները հիմա տենց չեն նայում։ Հասկանալի է, տեսալովակ պետք չի, որովհետև այսօր նույնիսկ AI-ով կարելի է գեներացնել լավ երգը կամ Instagram-ով, YouTube-ով ցանկացած կերպով, բայց դրա համար լավ հիթ է պետք, լավ երգ է պետք։ Ուր են այդ լավ հիթերը։ Քո իմ հեսա օգոստոսին ես պետք է նկարեմ տեսալովակ շատ հիթային երգա ով լսում է ասում են այդի համիշվող համ լավն է այդի սեպտեմբերին կամ հոկտեմբերին արդեն կլինի YouTube-ում եւ եթերներում իսկ հիթերը պետք է գրվեն, այսինքն դու չգիտես հիթ կլինի թե չէ, դու մտածում ես էդի հիթ բացարձակ չի լինի, բայց հոպ ու գնաց այս երգը, լինում է տենց, ուղղակի հիմա ես տարին մեկ եմ տեսալովակ նկարում ու ավելի սենց ուրիշ ոճի մեջ, այսինքն պարային ակումբային, բայց հիմա մի քիչ պահանջարկը ավելի 6-8-ային է, որը ես այդքան է իմը չի, դե չեմ սիրում, այլ իմը չի, եթե ես դառնամ նույնը ոնց որ բոլորը, ես չեմ լինի ջուս, իսկ ովքեր ինձ հետևում են, բնականաբար սիրում են այդ ոճը, հիմա շատ բարդ է, էլի, տենց կլիպ, տեսալովակ նկարել, որը ու երգ լինի, որը իրականում շատ առաջ գնա, ու պետք է արագ անես, իսկ ես անում եմ տարին մեկ։ Բոլոր այն երգչուհիները, ովքեր հիմա ակումբային աշխատանքի են անցել, մեր սիրելի Լիլիթ Կարապետյանը, Լիաննան, դու, մարդիկ, ովքեր թվում էր, թե երկրորդ շնչառություն կբացեն եւ նորից կհայտնվեն տասնյակների մեջ, այսպես ասեմ, հա, տասնյակի մեջ, top տասնյակի մեջ, բայց ակումբ մտած երգչուհիները մի տեսակ այնտեղից կարծես չկարողացան դուրս գալ։ Ես օրինակ, եթե ինչ-որ բան լինի այդպիսի բան, որ շանս լինի, որ ես կարողանալու եմ էլ չերգեմ ակումբներում, ես դուրս կգամ։ Ես նախ ասում եմ, բայց դե հոգնածնում է այդպիսի բանը, ամեն օր դու երգում ես այնը բարդ երգերը, այնը մինչև ժամը 4 առավոտ, դա շատ բարդ է։ Բայց օրինակ, եթե վերցնենք Լիլիթ Կարապետյանն, ինքը հիմա շատ լավ պրոյեկտներում համեկի օրինակ մասնակցում են, բայց եւ Լիլիթն էլ տարին մեկ տեսահոլովակ է անում եւ այլն, բայց չի ստեղծվում այն հիթը, որի արդյունքում եւ որի համար այսպես սկսեն էլի ձեռքից ձեռք տանել այդ երգչուհուն եւ պահանջել այդ երգը։ Հիմիկվա այդ չեղած շոու բիզնեսը ուրիշ փոխվել է, այսինքն օրինակ վերցնենք Արկադի Դումիկյանին, որը համարյա թե չգիտեմ, ամիսը 1 թե 2, հա, երգեր կլիպեր երգեր, ու դրանցից մի քանիսը որ դարձան շատ սիրված, չէ՞։ Բայց ինքը հանում, այդ ուրիշ տակտիկա է, բայց հիմա շատ բարդ է երգ անել, որը դառնա անենց հիթ, то есть ինքը դառնում է, հետո կորում է։ Այսինքն մի ամիս մարդիկ լսում են ու պրծավ։ Չկա այն հիթերը, որը օրինակ, բայց Լիլոն ունի։ Եթե տենց վերցնենք, այդ տանգոն մենակ չեմ պարում, 90-ականների երգերի մասին չի, այ դրանց նոր տարբերակների մասին է, այսինքն փոխարինողների մասին։ Նայեք, հիմա չգիտեմ, դեռ չկա։ Հիմա տենց շոու բիզնեսա, որ ծամոնի նման է։ Ծամեցի, այ համովա, всё,
Համը գնաց բրծավ, գցեցիր։ Սաղ հիթերը տենց են հիմա։ Լսում են, բարում են, սա արդեն էտա հինա։ Քո կարծիքով ի՞նչն է պատճառը, որ այդքան կարճաժամկետ է դարձել Բոլոր էֆեկտը։ տեղերը ժամանակներն են փոխվել, բոլոր շոու բիզնեսներում, այսինքն եվրոպական, ռուսական, սաղ ծամելու երգեր են, ծամում ես, գցում ես, ծամում, բայց որ տեսնես առաջվա հիթերը, իրանք մնայուն են, ուրիշ մելոդիա էր, ուրիշ վիճակ էր, ուրիշ հիմա սաղ AI-ի վիճակ է, այսինքն շատ արագ ամեն ինչ ստեղծվում, արագ ծամում ես, արագ գցում ես, դրա համար հիմա չկա տենց հիթ, որ ինքը մնայուն, մնա ու միշտ դու երգես, այդ առաջվա շոու բիզնեսը էլ չկա։ Հիմա արագ հիթեր են։ Հասկացա։ Վերջերս մի ֆիլմ էի նայում ակումբային կյանքի մասին։ Հա։ Եվ ինձ հետաքրքիր է ակումբային կյանքի երգչուհու կողմը։ Օ, դա կարելի է նայել։ Բայց ինձ հետաքրքիր է քո կողմը։ Այսինքն ոչ թե որպես երգչուհի, ով ասում է, որ այո, հետաքրքիր է ակումբներում եկեք ժամանակ անցկացրեք, այլ այն մութ կողմը, որը մենք չենք տեսնում, ու մենք չգիտենք դուք ինչերի միջով եք անցնում իրականում։ Հիմա ասեմ մութ կողմերը, այսինքն նայ հիմա առաջ ովքեր են երգում ակումբներում։ Օրինակ պիոներ վերցնենք։ Արմինկա, Անդրե, Արամոեմա, Լիաննա, Ռիփսիմի Հակոբյան, ես նոր եմ եկել, Ֆորշ։ Հիմա ովքեր են երգում ակումբում։ Ես Լիլիթ Կարապետյան, դե մենք համատեղում ենք, համ մեծ բեմերում, համ տեղում։ Բայց կարա լինի սիրուհի մեկի, որը ձայնագրվել է, մի 2-3 երգով եկել է ու փող աշխատում, բայց փողը ոնց աշխատում, ավելի լավ, քան մենք։ Ոնց։ Կլենտ կպցնելով, ես հատուկ եմ ասում կլենտ։ Հաճախորդ վերցնելով, այսինքն առաջ մենք ոնց ենք աշխատում, սենց գժական, սենց բեմում, չէ, եւ իրանց համար բեմը աշկերով խաղեր տալը, որ վերցնես այդ մարդու այդ կոնտակտի մեջ ընկնես, ինքը սկսելու է քեզ լավ պատվիրել, համարյա միջև միլիոն կարա հասնի մի գիշերում, ուսկան պատվեր է տալի, էլի, դե կպավ այդ մարդը։ Հետո սենց կամած, սենց դուրս են գալի իր այդ հաճախորդի հետ եւ այլն։ Հետո բերում են ուրիշ հաճախորդ։ Հիմա ակումբը համարյա թե ոչ բոլոր տեղերը, բայց հիմա էտա։ Ու էդի օրինակ դուր է գալիս շեֆերին, այսինքն տնօրեններին, քանի որ իրանք փող են բերում։ Ու դու միշտ նստած ես ասում ես ախր այսքան սովորեցի, կարմիր դիպլոմ ունեմ, սենց հայտնիների հետ երկեցի ժամանակ էսի մասին։ Լիլոն ստադիոններ էր հավաքում, խոսքի օրինակ։ Մենք էլ ունենք դե պատվիրում են այն լավ երգերը։ Հասկանալի է։ Բայց տենց չի ոնց որ այդ դրանք ովքեր արդեն գիտեն ձևերը։ Ոնց աչքերով ոնց սեսկում ենք։ Ու ես օրինակ չեմ կարա։ Ես որ սենց բաներ անեմ, ասեմ էսի մի բան են չի աչքերի հետ։ Ձևերը իմը չի լնում։ Մի խոսքով համարյա դες մեկը օրինակ ես իմ մատուցող ուզում է երկի ձայնագրում է ու քեզնից շատ պատվերներ ա ունենում։ Հիմա այդ ակումբը, դա մութ կողմն է ինձ համար։ Իսկ կուլիսների ետևում իրար միջև ինչպիսի հարաբերություններ են։ Չէ, լինում է որ լավ, լինում է որ ընդհանուր լինում է որ մեկը երգում է այդ երգը, օրինակ ինչ որ խոսքի վերցնենք Լյուբո Ուսպենսկը, Պապոլյուշկո, օրինակ նոր երգչի է գալի, որը չերգչու, ես չերգչու եմ իրանց ասում, գալիս է եւ սկսում է դա երգել, այնի ասում է, բա ես տես շուտ եմ եղել, չէ, դա իմ երգն է, ես այդ երգով փող եմ աշխատում, դու ինչ գործ ունես այդ երգին ու գնաց, ու արդեն կարող է մեծ կռիվ դառնա, այդպիսի բան կա, միշտ այդ երգի կռիվը կա ակումբներում, ոչ բոլոր, բնականաբար, բայց կա։ Իսկ տնօրինության կողմից արտիստներին շահագործել,
Ավել ստիպել աշխատել, սեփական միջոցառումների ժամանակ ստիպել, որպեսզի պարտադիր ելույթ ունենաք անվճար, հետաքրքիր է այս հարցում ինչպես է։ Շահագործել չէ, հաստատ չէ, բայց եթե ինչ որ իրանք ունենում են սեփական միջոցառումներ, եւ իրանք ասում են կուզենաք, ոչ թե պատի, այլ կուզենաք, ես կուզենայի, որ դուք սենց մենք իհարկե խնդիր չկա, то есть մենք հակառակը կուզենանք, որ երգենք, որ ոնց որ ուրախացնենք նաև ձեր տնօրենին, Տես իմ երգչուհիներն են, եկան շնորհավորեցին։ Իսկ հաճախորդների կողմից, որովհետև հասկանալի է, որ ուշ երեկոյան աշխատողակումբ գալիս են, մարդիկ խմում են, թուրանում են, լիցքաթափվում են եւ յուրաքանչյուրը ունի այդտեղ իր հաճույքի բաժինը, լինում են արդյոք ոտնձգությունների դեպքեր հաճախորդների կողմից։ Այսինքն ինչ որ կպնելու եւ այլն, եւ այդ իմաստով եւ նաեւ հետապնդելու հետո լինում է այդպիսի դեպքեր առաջ լինում էր, որ գնում ես, մեկի տենում ես հետևից մեքենա է գալի, ասում ես աշմտի ծախմտի սենց հələ մտից թե թող ինքը անցնի, մենք գնանք, տենց բան եղել է։ Բայց հիմա տենց չէ, քանի որ ամեն ինչը այդքան հասանելի է դառել։ Նույն երգչուհիները, որը նոր են սկսում, չեմ ասում լուրջ երգչուհիները, որը էլի նոր են սկսում, բայց լուրջ է, չէ, այն որ ովքեր արդեն իրանց միտքը մեկին վերցնել ու սենց որ իրանց հա պատվիրի, հա փող գա։ Իրանք այդքան շատ են, որ արդեն տենց հետապնդումներ չկան, որ սենց եւ այլն կամ վատ են պահում երգչուհիները, չկա տենց բան։ Առաջ բայց կար։ Իսկ քո ակումբային կյանքի ընթացքում եղել է դեպք, որը շատ տպավորիչ է եղել, լավ կամ վատ իմաստով, կամ հետ կա թողել, որ կարող ես մինչև հիմա հիշել։ Հա, շատ խնդալու դեպք է եղել։ Այո։ Ուրեմն այդ մի քանի տարի առաջ նստած էի, ես հենց մենք էլ երգչուհիներով, երգիչներով նստած էինք հենց դահլիճում։ Մեկը ես դեկոլտե էի հագել, սենց բաց, ու ինչ որ բան էի, Facebook էի մտել, թե ինչ էի անում, հեռախոսով մեկը դենամ այստեղ ինչ որ սառը բան անկավ։ Սենց ասես ինչ, նայեցի տենամ զեյթուն։ Նայեցի տենամ երկու տղաներ էին նստած, իրանք են գցել, կոնկրետ ճիշտ են գցել, ու սենց նայեցի սենց ու ես ջղայնացա, սենց ան սենց բաներ են, ես վերցեցի սենց շատ գայթակղիչ կերա, զեյթունը կերա սենց, իրանք սենց ուտքեցի իրա վրա, այսքանը, էդի շատ, էդի վերջն է, 10-ով 0, աշկն է։ Ֆանտաստիկ է, ջուս, ես ուզում եմ մի փոքր փակագծեր բացենք օգոստոսի նկարահանվող տեսահոլովակի եւ երգի մասին, եթե կարելի է, մինչեւ կգա սեպտեմբերը երևի թե ճիշտ եմ սեպտեմբերին արդեն։ Սեպտեմբեր, հոկտեմբեր, նայած երբ պատրաստ կլինի։ Ահա։ Յուրահատուկ երգ է, պարային։ Ուզում եմ Քեզ ցույց կտամ։ Լավ։ Ունեմ։ Ու որը գրել է Ջորջ Բրեն Շեյքեր, շատ ինքը շատ մեր հայտնիների լավ ռեմիքսներ եւ այլն գործիքավորումներ է անում, շատ մոդայիկ եւ շատ տաղանդավոր տղա է։ Երգը իրանն է, Իննա Կարապետյանն է գրել խոսքերը։ Եվ Տիգրան Ավետիսյան, հիմա ռեժիսորը, որը հիմա պետք է խոսանք ու հասկանանք ինչ ենք անում տեսահոլովակի հետ, էտա։ Ու կլինի շատ յուրահատուկ երգ է, դա հաստատ։ Մտածում եմ կսիրվի։ Ջուս, ու հրաժեշտից առաջ ինձ մի բան է հետաքրքիր։ Ինչ երազանք ունես։ Ոյ, ինչ ես երազում։ Երազանք, չէ, երազանքներ։ Ինչ երազանքներ Ուրեմն, ունես։ մի րոպե։ Երազանքներ ունես։ Հոյ։
Ուրեմն ես ուզում եմ տուն ունենալ սեփական, սիրուն։ Չեմ ասում մեծ, սենց ավելի սենց բնակարանով, բայց տուն։ Սենց սիրուն այգիով։ Մի հատ պուճուրիկ շունիկ, որը մաս չի թողում, սենց չգիտեմ, պուճուրիկ պուձել, ամենափոքր կամ Yorkshire կամ Maltese պուճուր։ Մի էսի, հա, դի տան հետ, տնից հետո մի հատ լավ տղամարդ, որը ինձ դուր կգա, էլի գիտես իմ տենց սպորտային սիրուն, ամենի բլագարոդնի իշկալամը հոլլանը, ոչիմ սենց։ Ու իմ շոու ունենալ սեփական պարողներով, երաժիշտներով, դիջեյով ու գնալ տուրեր, գնա գալիս եմ ես։ Հələ որ այսքան եմ։ Մինչ քո գալը մեր օպերատորը երբ իմացավ դու ես մեր հյուրը լինելու, ասաց քաչոնկով։ Ոչ, ասաց ուր է Lady Gaga-ն, երբ մենք ունեինք Juice։ Եվ ես հիշում եմ, երբ որ դու մտար հայկական շոու բիզնեսը, իսկապես անհասկանալի էր, որովհետև մենք չունեինք այդ ազատության, այդ յուրահատկության արտիստ, որը բեմում կարող էր կրակներ վառել ուղակի իր ներկայությամբ իսկ։ Ես մաղթում եմ, որ իսկապես վերածնունդ ապրի հայկական շոու բիզնեսը։ Մենք կարողանանք տեսնել ամենասիրված արտիստների շոուները, մենահամերգները, սկավառակները, նոր կամ հին ֆորմատներով կարևոր չի տեխնիկական հարց է։ Մենք էլի անհամբեր սպասենք, թե համերգին ինչ է հագնելու, ինչ է կրելու, նրա մեյքափը ով է անելու, հաջորդ երգ ով է գրելու, հիթմեյքերները մրցեն իրար հետ, թե ով է գրելու հաջորդ երգը այդ արտիստի համար։ Ես իսկապես շատ ուզում եմ այդ ամենը ձեզ համար, որովհետև հանձինս քեզ կան արտիստներ, ովքեր շատ տաղանդավոր են, հրաշալի ձայն ունեն, բայց իսկապես ցավով եմ ասում ամենայն հարգանքով, բայց այսօր նրանց էներգիան սպառվում է ակումբի պատերի ներսում։ Շատ ցավում եմ դրա համար։ Ոչինչ, ամեն ինչ արժևում է։ Շնորհակալություն, որ դու այդքան էներգիա ներդրեցիր, որ լինես այսօր ինձ մոտ, չխնայես քեզ, չխնայես քո ժամանակը եւ գաս այսպես եւ լավ հուշերի մեջ եմ գնենք եւ վերլուծենք եւ քննարկենք եւ հենց սովածանում եմ, գալիս եմ մոտդ։ Ես սպասում եմ, շնորհակալություն, իսկ դուք օգոստոսին սպասեք կամ սեպտեմբերին ավելի ճիշտ սպասեք։ Սեպտեմբեր-հոկտեմբերին սպասեք Juice-ի նոր տեսահոլովակին, հետևեք նրա Instagram-ի եւ Facebook-ի պաշտոնական էջերին եւ այո, պահանջեք մենահամերգ մեծ շոու հայկական ամենայուրահատուկ ամենայուրահատուկ արտիստներից մեկից Juice-ի։ Մերսի, Բրավո քեզ։ Մերսի շատ։ Ուի, Ուի, քո նման եմ ասում, ուի։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Mega Food, Կտուր AM